Այս կադրերը ոչ հնդկական ֆիլմից են, ոչ էլ Տիտանիկից։ Երևանն է անձրևից հետո, մետրոյի գետնանցումները, մայթերը լի են անձրևաջրերով։ Ինչ անի Երևանի քաղաքապետարանը, մարդն անզոր է բնության դեմ։ Մենք հələ Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Տիգրան Ավինյանը անձրևային մայրաքաղաքի կոլապսն այսպես է արդարացնում, լավ լուր չունի, տեղումները ավելանում են ու դեռ ավելանալու են։ Ավելի վատ լուր էլ կա, Հայլուրին քաղաքապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքում հեղեղների պատճառը նաև զանգվածային կառուցապատումներն են, որոնք շարքից հանել են հեղեղատար համակարգը։ Խոստովանում են նոր շենքերի կառուցումը, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում է մակերևույթային ջրերի ծավալի ավելացման։ Բայց այդ ամենի թույլտվությունները Երևանի քաղաքապետարանն է տվել, նախապես չեն մտածել հեղեղատար համակարգը բարելավելու մասին։ Եթե այդպես է, դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալազնես։ Այսինքն կարծում եք, որ ջուրը կուտակում է, որովհետև տեղումներն են շատացել։ Միշտ էլ այս կամ այն չափով անկազմակերպ է, ես ընդունում եմ։ Բայց հիմա այդ անկազմակերպվածությունը ավելի բացահայտ է դրսևորվում։ Հազար ու մի հնար կա անձրևաջրերը կառավարելու, Երևանը Վենետիկ չդարձնելու համար նկատում է մասնագետը։ Օրինակ, ջրատարներին ինժեներական նոր լուծումներ պետք է տալ։ Երեկվա անձրևին ես հենց ինքս դուրս ների, շատ հետաքրքիր, ես հետևում էի փողոցներով ոնց է ջուրը հոսում։ Օրինակ ջրատարները զգացվում է, որ բավարար չէ, թեկություններն էլ բավարար։ Ինժեներական միջոցառումների սով չկա, էլ այսպես ասած, պակաս չկա։ Միջոցառումներ կարելի է անել։ Ավելին այդ տեղումները կարելի է նաև ինչ-որ ձևով հավաքել, չէ՞։ Օրինակ այն ինչ-որ բանից թափվում է, տանիքներից, չէ՞։ Չէ՞ որ մենք հետո երաշտի ժամանակ, այսինքն չորային սեզոնի ժամանակ մենք խնդրեմ ունենք այս այգիները ջրելու։ Ամեն տարի ավելի շատ տեղումներ կարող են թափվել Երևանի վրա, հազանգում է կլիմայագետը, բայց հեղեղումների մեղքը միայն բնության վրա գցելը ճիշտ չէ։ Այս խնդիրը Անձրևաջրերն արդեն անհանգստացնում են խորհրդարանական ԿՊԱ-ականներին։ Բաբկեն Թույնյանն է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվել, թե ինչ է արվում այդ հարցը մայրաքաղաքում լուծելու համար։ Մենք քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք, ասեմ, որ համանման հարցեր կան նաև հանրապետության այլ մարզերում, հիմնականում հարթավայրային մարզերում եւ քաղաքային բնակավայրերում։ Մենք մեր բոլոր ծրագրերը, որոնք փողոցների կառուցման ծրագրեր են, այնտեղ ներառում ենք նաև ջրամատակարարման եւ այս դեպքում ջրահեռացման ցանցի կառուցման արդիականացման աշխատանքները, պիտի ասեմ, որ մայրաքաղաք Երևանում եւ հանրապետության այլ քաղաքներում մենք բազմաթիվ նոր կառուցված այդպիսի փողոցներ ունենք։ Պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները, քննարկելով նաև ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում, այնպես որ կարծում եմ որոշակի փոփոխություններ առաջիկայում այս ուղղությամբ կսպասեն։ Կոնկրետ պատասխան է ուզում լսել նախարարից Բաբկեն Թույնյանը։ կան կոնկրետ վայրեր, որ հենց անձրևի առաջի կաթիլները գալիս են, հստակ կարելի է կանխատեսել այդտեղ ինչ է կատարվելու, մի քանի վայրեր ու արդեն մի քիչ գոնե լավ է որ մեր ժողովուրդը մի քիչ հումորով է վերաբերվում այդ ամեն ինչին, բայց այդ հումորի ռեսուրսն էլ է սպառվել։ Հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ են իրականացնում։ Թե որոնք են խնդրահարույց տեղերը, չի ասում նախարարը, միգուցե ամբողջ Երևանն են ուսումնասիրում։ Հաջորդ անձրևը հավանաբար ամեն ինչ ջրի երես կհանի։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։